Նրան տապանում հյուրընկալել եմ Նորուժ կուսակցության վարչության անդամ մեդիա փորձագետ Հակոբ Կարապետյանին, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերին։ Առաջին անգամ եք մեր տաղավարում, հուսով եմ շարունակական կլինեն մեր հանդիպումները։ Դուք ներկայացնում եք, այսինքն ձեր կուսակցության վարչապետի թեկնածուն եւ ձեր կուսակցությունը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ դերասան Հայկ Մարությանը։ Ձեր ուժը հայտարարում է, որ ձեր պլան մաքսիմումը իշխանափոխությունն է, պլան մինիմումը ընդդիմափոխությունը։ Ընտրապայքարի մեջ մտնելիս հաշվի առել եք, այդ որոշումը կայացնելիս հաշվի առել եք ռեսուրսները, խաղացողների, խոշոր խաղացողների ռեսուրսները, որոնք եւս հայտ են ներկայացրել այս ընտրություններում, եւ այդ առումով մտահոգություններ, մտավախություններ չունեք, որ հնարավոր է իզուր ժամանակ ծախսեք։ Շնորհակալություն հրավերի համար, շատ լավ հարց է, որովհետեւ 2000 նախ ինչպես նշեցիք, մեր քաղաքական ուժը ձևավորվել է, կազմավորվել է Հայկ Մարությանի քաղաքապետության շրջանում նրա հետ աշխատած թիմից, հա, եթե դուք նայեք մեր ցուցակի գոնե միայն առաջին 10 համարները, դրանք կամ Երևանի ավականու ներկայիս անդամներ են, կամ նախկին գումարման անդամներ են, կամ քաղաքապետ Հայկ Մարությանի թիմի, գործադիր թիմի անդամներ են, ինչպիսին եմ օրինակ ես, հա, եւ մեր ուժը դեռևս գրանցվել ենք մենք որպես կուսակցություն 24 թվականի մայիսի 1-ին, բայց դրանից առաջ էլ ըստ էության մեր նույն ուժը, նույն մարդիկ, նույն թիմը մասնակցել է ուրիշ գործընկեր կուսակցության հետ միասին մասնակցել է Երևանի ավականու ընտրություններին եւ եթե կհիշեք, այնտեղ մեր ուժը հավաքել է երկրորդ ձայների թվով երկրորդ տեղն ենք զբաղեցնում, երկրորդ ամենամեծ խմբակցությունը ներկայացնում ենք Երևանի ավականում, 19% ձայների հավաքել ենք եւ դա արել ենք չնչին ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, այսինքն մենք արդեն ունենք այն մշակած մոդելը, որ կարող ենք փոքր ֆինանսական եւ այլ ռեսուրսներով լուրջ նպատակներ իրականացնել եւ լուրջ արդյունքներ գրանցել։ Մենք այդ փորձը արդեն ունենք, ինչպես ընտրությունների շրջանում, գիտեք, ազգային ընտրություններից հետո ամենախոշոր ընտրությունները Երևանի ավականու, Երևանի թիմ ընտրություններն են եւ նաեւ Հայկ Մարությանի քաղաքապետության շրջանում եւս այդ աշխատանքի ընթացքում ցույց ենք տվել, որ ելի փոքր ռեսուրսներով կառավարությունից ոչ մեծ դոտացիաներ ստանալով կամ ընդհանրապես չստանալով կարողացել ենք լուծել լուրջ խնդիրներ, համակարգային խնդիրներ, համակարգեր են ստեղծվել, հա, աղբանության համակարգ, կանաչապատման, տրանսպորտային ռեֆորմն է իրականացվել, ի տարբերություն օրինակ այսօրվա, երբ անգամներով բյուջեի մուտքերը թվում պետական դոտացիաները անգամներով ավելացել են, բայց մենք տեսնում ենք, որ քաղաքում բավական անմխիթար վիճակ է եւ օդի որակի եւ ճանապարհների եւ մյուս ոլորտներում։ Այսինքն ամենամեծ գործոնը ո՞րն է եղել քաղաքապետ աշխատաժամանակ ցուցաբերած արդյունքը, որը ներկայացվել է ընտրողին, թե ամեն դեպքում պարոն Մարությանի այդ սիրված լինելու գործոնն է, հայտնի լինելու գործոնն է աշխատել։ Եվ Հայկ Մարությանը ըստ էության 100% ճանաչելիություն ունի Հայաստանում, ընտրողին շատ կարճ ժամանակ է պետք բացատրելու կամ տեղեկացնելու թե ով է Հայկ Մարությանը։ Նա նախ շատ սիրված մարդ է, սիրված հայտնի դերասան է, պրոդյուսեր է եւ բացի դրանից, այո, շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքապետի պաշտոնում նրա աշխատած 3 տարիները, որ ինչպես ասացի, ցույց տվեցին, որ կարող են սեղմ ռեսուրսներով եւ սեղմ ժամկետներում իրականացնել կարեւոր ծրագրեր եւ ամենակարևորը մնալ սկզբունքային եւ կոռուպցիայի դեմ պայքար եւ ընդհանրապես հրաժարվել շքեղություններից, ինչպես անձնական մակարդակում, այնպես էլ հա քաղաքում, ասենք քաղաքում եղել են տոնակատարություններ, բայց համեմատել այդ տոնակատարությունների վրա ծախսված գումարները այսօրվա ծախսված գումարների 3-4 անգամ 5 անգամ ավելի գումարներ են ծախսում այսօր տոնակատարությունների վրա, ինչը ըստ էության այն քաղաքում, որը որ չասենք աղքատ է, բայց ամեն դեպքում սոցիալական խնդիրներ կան, դա անտեղին է։ Եվ քաղաքապետ Մարությանը իր պաշտոնավարման շրջանում նաև այդ կողմից է, հա, այսինքն ազնիվ կառավարումն է ցույց տվել, ինչը ընտրողների հասարակության մոտ բնականաբար որոշակի արձագանք գտել է։
Վերջին շրջանի հարցազրույցները բնականաբար նաև գլխավորապես շոշափում են այս նախընտրական թեմաները եւ տարբեր վերլուծություններ են լսել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Երևան քաղաքում կոնկրետ լուրջ խնդիր ունի վստահության առումով, այսինքն այստեղ իր պոտենցիալ ընտրողները մարզերում են եւ այլն։ Այս առումով ձեր հաշվարկը ո՞րն է, որ ձեր կուսակցությանը ավելի շատ Երևանում են ընտրելու, ձեր թիրախային ընտրողները Երևանում են գտնվելու։ Ընդհանրապես բնականաբար սա ազգային ընտրություն է եւ մենք աշխատելու ենք բոլոր համայնքներում, հիմնականում այո պետք չէ թաքցնել, որ մեր համակիրները իհարկե նախ Երևանում են շատ པարզ պատճառով, որտեղ Երևանում կենտրոնացած է երկրի բնակչության ավելի քան 1/3, հա, եւ երկրորդը այո, երևանցիները շատ ավելի կոնկրետ իրենց մաշկի վրա զգացել են այդ փոփոխությունները եւ այդ կառավարման դրական կողմերը եւ հակառակը հիմա տեսնում են այն ինչ կատարում է եւ եթե կհիշեք 2021 թվականին, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին, այնտեղ իրենք մի քանի կետից բաղկացած այսպես ֆորմալ պատճառաբանություն էին կազմել, որոնց մեջ ռեֆորմների դանդաղությունը, արդյունավետ կառավարման պակասը, այսպիսի ձևակերպումներ կան եւ հետագա դրանից հետո երկու քաղաքապետ է փոխվել, երկուսն էլ ԿՊ-ի, այսպես ասած ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքապետերն են, բայց ոչ ներկայիս քաղաքապետի նախորդը, ոչ ներկայիս քաղաքապետը չեն կարողացել ցույց տալ այն արդյունավետությունը, ինչ ցույց է տվել Հայկ Մարությանի օրոք, ինչն էլ իրենց այդ դրած նպատակի սնանկությունն է կամ անկեղծ չլինելն է ցույց տալիս, հա, այո մենք հենց հույսներս դնում ենք, այսպես ասենք, հա, Երևանի բնակիչների հիշողության վրա եւ այդ թվում նաեւ մարզային այցելությունների եւ մարզային հանդիպումների, մարզային բնակչության թիրախավորման, այսինքն ցույց ենք տալու, որ Երևանի օրինակը կարող է տարածվել ամբողջ Հայաստանում։ Պարոն Կարապետյան, եթե չեմ սխալվում, ձեր կարճ հարցազրույցներից մեկում հենց դուք եք ասել, որ ձեզ համար, ձեր քաղաքական ուժի համար առաջնային են լինելու սոցիալական խնդիրները եւ դրանց լուծումները։ Հիմա ինչ տպավորություն ունեք Հայաստանի շարքային քաղաքացիների համար, ամեն դեպքում պետության անվտանգությունն է կարևոր, ըստ այդմ նաև խաղաղության այդ գործընթացի շարունակականությունը, թե անհատական սոցիալական խնդիրների լուծումները, իդեպ այս առումով էլ գործող իշխանությունների վերջին քայլերը թոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն, կարծես թե հասավ իր նպատակին, ամեն դեպքում հանդիպումներից տեսնում ենք քաղաքացիների ոգևորությունը, ողջունելը, հանրային տրամադրությունների փոփոխություն, եթե կհամաձայնեք, դուք հետևում եք վստահ եմ, որպես նաև մեդիա փորձագետ, ինչ կարող եք ասել այս առումով, ինչ է առաջարկելու նոր ուժը, որը մրցակցային կլինի իշխանության այս սոցիալական լուծումների հետ եւ նաեւ ընդդիմության խոշոր ընդդիմադիրների առաջարկների հետ։ Նախ պետք է հասկանալ, թե այդ շռայլ, այսպես ասած, լավությունները, որը պետությունը ընտրություններից անմիջապես առաջ անում է որոշակի խմբերի, ինչպիսիք են թոշակառուները կամ այլ խմբեր, ինչքանով է պետության տնտեսությունը կարողանալու դրա տակից դուրս գալ։ Ես վստահ չեմ, որ այդպիսի քաղաքացուն դա հետաքրքիր կլինի այն ժամանակ, երբ տնտեսությունը չկարողանա այդ խնդիրների տակից դուրս գալ եւ մենք կունենանք հերթական ճգնաժամը եւ արդեն քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ խնդիրը։ Հետեւաբար պետք է լինի հետեւողական եւ հաշվարկված քաղաքականություն, իհարկե սոցիալ նախ բնակչությանը դուք սկզբում հարցրեցիք անվտանգությունը, թե սոցիալական բարեկեցությունը, մեկը մյուսին չի հակասում եւ մեկը մյուսին բնականաբար լրացնում է։ Շատ դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ տնտեսապես կայուն եւ զարգացած երկիրը նաեւ կարողանում է իր հարցերը լուծել արտաքին քաղաքականության ոլորտում եւ անվտանգային ոլորտում։ Եվ արդեն հասնելով անհատի կամ ընտանիքի մակարդակին, բարեկեցիկ անհատը, այն անհատը, որը կարողանում է երկրում իր բարեկեցությունը ապահովել իր աշխատանքի, իր ջանքի շնորհիվ, ինքը նաեւ կունենա հանուն ինչի պաշտպանել այդ երկիրը, հա,
եթե այսպես պարզունակ ձևով ասենք։ Սոցիալական ծրագրերից մեր մոտ սոցիալական եւ մի քիչ սոցիալ-դեմոկրատական, այսինքն պետության ավելի շատ մասնակցությունը, համայնքի ավելի շատ մասնակցությունը, հա, հանրային գործերում մենք առաջարկում ենք օրինակ on-line կազինոների եւ շահումով խաղերի իսպառ արգելք։ Սա կարող է թվալ մասնավոր խնդիր, բայց մենք տեսնում ենք, որ տրիլիոնավոր դրամների շրջանառություն կա այս ոլորտում եւ ես կարծում եմ շատ քիչ են այն ընտանիքները, որտեղ այս ախտը մտած չէ, մարդիկ ներողություն իրենց մեքենայի մեջ հաց ուտելիս կամ չգիտեմ հանգստի ժամերին կամ աշխատանքի ժամերին կամ ներողություն լվացվելիս միգուցե զբաղվում են այդ խաղերով, այսինքն ընդհանրապես ազարտ խաղերը այնպես չի որ մենք դա չարիք ենք համարում, բայց եթե կա, չգիտեմ, ինչ-որ մի վայր, որտեղ դու գնում ես եւ քո փողը որոշում ես ծախսել, դա որպես հանգստի միջոց, դա ուրիշ բան է, բայց երբ քո գրպանում դրված հեռախոսով դու անընդհատ հնարավորություն ունես դա անելու, դա չարիք է միանշանակ եւ մենք կտրուկ ձևով հանդես ենք գալու այդ ամենը վերացնելու օգտին, որտեղ դա նաեւ հասարակության բարեկեցությանն է վերաբերում։ Մենք խթանելու ենք ծնելիության աճը շատ կտրուկ եւ աշխատող միջոցներով, հա, ներկայիս կառավարությունը եւս որոշակի օգնություն նպաստ տալիս է, բայց մենք տալու ենք այնպիսի մշակելու ենք այնպիսի համակարգ, որը իսկապես կփոխի իրավիճակը եւ մենք տեսանելի ժամկետներում կունենանք փոփոխություն, մասնավորապես երրորդ երեխայից սկսած ամեն մի հաջորդ երեխայի համար միանվագ 5 միլիոն դրամ նպաստ, ինչպես նաեւ այլ հարկային եւ այլ արտոնություններ բազմազավակ ընտանիքներին եւ այլն, կարևոր սոցիալական արդարությանը վերաբերող ծրագրերից է կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը, դա մեր ծրագիրն է, տեսեք, եւ սկսած նախկին իշխանություններից եւ գուցե ներկայ իշխանություններից որոշում կայացնողների պոտենցիալ կոռումպացված չինովնիկը արդեն իր փորձից գիտի կամ մեր երկրի փորձից գիտի, որ կարող ես կոռուպցիոն հանցանք գործել, բայց քանի դեռ դու իշխանության ես, դու պաշտպանված ես ռեժիմի կողմից, իսկ երբ դու իշխանություն չլինես, արդեն օրենքում վաղեմության ժամկետ կա, դու կամ չնչին պատիժ կստանաս կամ պատժից կազատվես։ Մեր առաջարկած ծրագրով կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետը էլի իսպառ վերացվելու է, որ ցանկացած պաշտոնյա կլինի դա, չգիտեմ, ազգային ժողովի նախագահ կոռումպացված, թե կոռումպացված ստորին դասի չինովնիկ, կիմանա, որ վաղ թե ուշ իրեն պատիժը անխուսափելիորեն հասնելու է։ Եվ այդտեղ ընկերական կապեր, եւ այդտեղ ընկերական կապերը կամ այսօրվա քո իշխանության ունեցած արտոնությունները քեզ չեն փրկելու։ Սկզբունքային է այդ հարցը նորիժի համար։ Դա մեր 7 հիմնական, այսինքն մենք ունենք մեր ծավալուն ծրագիրը, այդ ծավալուն ծրագրից ընտրել ենք 7 հիմնական կետեր, դրանցից մի քանիսը ես թվարկեցի։ Ես ուզում եմ այստեղ այդ կոռուպցիայի հետ կապված հատկապես հարց ուղղել։ Մենք գիտենք վստահաբար հիշում ենք Փաշինյանի խիստ արմատական հայտարարությունները կոռուպցիա չհանդուրժելու հետ կապված, բայց նույն Փաշինյանին չհաջողվեց վերացնել, արմատախիլ անել արատավոր երևույթը, համակարգը փոխել։ Հիմա դուք ինչ եք կարծում, այստեղ անձի կամքի հարց է ավելի շատ, թե այնուամենայնիվ մեխանիզմների այդտեղ անձի կամքի հարց է, այդտեղ քաղաքական կամքի հարց է եւ համակարգը աշխատեցնելու հարց է։ Տեսեք, նույնն էլի պետք է հղում անեմ Երևանի քաղաքապետարանում մեր թիմի աշխատած տարիներին, հա, կարճատև 3, բայց բավական բովանդակալից տարիներին։ Կոռուպցիան որպես համակարգ քաղաքապետարանում վերացել էր։ Ես չեմ կարող բացառել, որ ինչ որ մի օղակում, ինչ որ մի պաշտոնյա կոռուպցիա էր իրեն թույլ տալիս, հա, կոռուպցիոն հանցանք էր կատարում, բայց դա ըստ էության կոռուպցիա չի, դա գողություն է, այսինքն կոռուպցիոն համակարգը, երբ չգիտեմ, պարզ ասած, հա, դու փողը վերցնում ես, մի մասը պահում ես քեզ, մյուսը տալիս ես վերևին եւ այդ համակարգը բուրգը աշխատում է։ Երբ այդ բուրգը վերևից իսպառ մաքրվում է
եւ կոռուպցիան նաեւ հովանավորչությունն է, ոչ միայն կաշառք վերցնելը, հա, մաքրվում է արդեն իհարկե որոշակի ինչ որ տեղեր կարող են կայծկլ տալ այդ կոռուպցիոն դրսևորումները, բայց կոռումպացված համակարգ դու չես կարող ունենալ։ Իհարկե 18 թվականից հետո հանուն արդարության որոշակի առաջընթաց այստեղ տեղի ունեցել, բայց մենք չենք կարծում, որ տեղի ունեցել հեղափոխական առաջընթաց այստեղ եւ հատկապես հովանավորչության ոլորտում մենք տեսել ենք, չգիտեմ, հա, ազգային ժողովի եղբայր, որը որ այսպես մի պահից սկսած դարձավ, չգիտեմ, ասֆալտե մագնատ, մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի մերձավորներ, որոնք անկախ իրենց կոմպետենցիայից կամ մասնագիտական ունակություններից բարձր պաշտոնների են նշանակվել խիստ մասնագիտական ոլորտներում։ Վերջերս իդեպ հա վարչապետ Փաշինյանն ասում էր ես ընկերներ չունեմ, որ իմ ընկերներին գործի տեղավորեմ, հա, որ դուք ասում եք, այս մեկը իմ ընկերն է, այլ մեկը իմ ընկերն է, այդ մարդը մոռանում է, որ հանրապետության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձնիկ հենց իր ընկերներն են։ Կոնդի դաչաները ներողություն ժողովրդական լեզվով ասած, հա, կառավարական ամառանոցները մինչև վերջերս կառավարում էր մի տիկին, որի կենսագրությունը սպիտակ թուղթ էր, բայց մեր հետաքննող լրագրողները պարզել էին, որ նա Աննա Հակոբյանի ազգականն է, թե մտերիմ ընկերուհին։ Այսինքն ինչպես հենց նույն ցիտելով Նիկոլ Փաշինյանին կոռուպցիան պոզով պոչով չի լինում, դա հենց նույնպես կոռուպցիոն դրսևորում է։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, այս պահին մեր եթերում, այո, այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք, վերադառնանք գովազդից հետո։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Նոյան տապանի եթերում հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում հիշեցնեմ, որ զրուցում եմ Նորուժ կուսակցության վարչության անդամ մեդիա փորձագետ Հակոբ Կարապետյանի հետ։ Պարոն Կարապետյան, վերադառնալով ձեր ծրագրին, իհարկե ես հույս ունեմ, որ ծրագրային դրույթների մասին պարոն Մարությանի հետ խոսելու հնարավորություններ կունենանք, ամեն դեպքում խաղամոլության հետ կապված։ Եթե խաղամոլների տեսանկյունից նայենք, որքանով է գրավիչ քաղաքական ուժի հայտարարությունը, որ գալու են եւ արգել են այդ մարդկանց խաղալ։ Հաշվի առնելով նաև խաղացողների մասշտաբը, որ մենք ունենք Հայաստանում։ Ընդհանրապես ցանկացած կախվածություն ունեցող անձ, հա, չգիտեմ, թմրանյութերից կախվածություն, եւ սա չափազանցություն չի, հենց այդ մոլախաղերից կախվածությունը կարելի է նաև այդ թմրանյութերից կախվածության հետ համեմատել։ Ցանկացած վնասակար կախվածություն ունեցող անձ կարծում եմ շատ ուրախ կլինի, որ իրեն օգնեն ազատվել այդ կախվածությունից եւ մենք հենց այդ օգնությունը առաջարկելու ենք օրենսդրական մակարդակով, ել չասած, որ այդ խաղացող մարդկանց կանայք, ամուսինները, ընտանիքի անդամները վստահ եմ շատ ավելի շնորհակալ կլինեն այդ հարցում, դա ինչպես մարդկանց է պետք, այնպես էլ հանրությանն է պետք։ Մենք տեսեք օրերս էլի հրապարակվել է խոշոր հարկատուների ցանկը եւ կարծեմ 3-րդ թե 4-րդ տեղում այդ խոշորագույն բեթինգի ընկերությունն է եւ դա իրականում զարգացման պատրանք է, հա, ասում են բյուջե փող են մուծում, բայց այդ աշխատանքը այդ գործունեությունը հավելյալ արժեք ըստ էության տնտեսության համար չի ստեղծում, մարդկանց աղքատացնելով ինչ-որ ընկերության, միգուցե այդ ընկերությունը ինչ-որ տեխնոլոգիական նաև հետաքրքիր պրոյեկտներ է անում, շատ լավ, այդ տեխնոլոգիական պրոյեկտները, այդ ընկերությունները կարող են անել, շարունակել եւ իրենց գործունեությունը, իրենց on-line betting-ը շարունակել այլ երկրներում, բացառելով Հայաստանը։ Իսկ հանրությունը այդ ախտից կազատվի, դա մենք կարևորագույն խնդիր ենք համարում։ Հիմա նախընտրական մթնոլորտին անդրադառնալով, որպես մեդիա փորձագետի հարցնեմ, վստահ եմ դուք հետևում եք թե սոցցանցային այդ հարթակներում տիրող տրամադրություններին, թե դրանցից դուրս, որն է ձեր գնահատականը, թեև զուսպ եք դուք միշտ ձեր գնահատականներում, մեր երկրում ասել, որ այս պահին կան քաղաքական բռնաճնշումներ, նախընտրական այս շրջանով պայմանավորված։ Քանի որ ես ներկայումս հանդես եմ գալիս որպես կուսակցության անդամ, ամեն դեպքում խնդրում եմ իմ ասածները ընկալել որպես կուսակցականի եւ քաղաքական գործի եւ դեռ չենք գրանցվել, բայց ազգային ժողովի պատգամավորության տեխնացուի ասածներ, ամեն դեպքում մեր դիտարկումներով իհարկե կան քաղաքական, եթե ոչ բռնաճնշումներ, այլ քաղաքական, տեսեք, երբ խոսում ես օրինակ իշխանության կողմնակիցների հետ, նրանք ասում են կաշառք են տվել, կաշառք են բաժանել, հա, կամ ապօրինի գործողություն են արել, բռնել ենք, բայց չբռնեինք, հրաշալի, բայց քաղբանտարկյալը կամ քաղաքական ճնշումը դրսևորվում է ոչ միայն նրանով, որ կա
կոնկրետ մարդու արածի մեջ հանցակազմ թե չկա, այլ որ այդ օրենքը, այդ իրավական նորմը հավասարաչափ եւ նույնաձև չի կիրառվում դաշտի տարբեր խաղացողների նկատմամբ, հա, երբ մենք խոսում ենք, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսում են օրինակ ՔՊ կուսակցության հետ սերտորեն ասոցացվող Իմ քայլը հիմնադրամի գործունեության անթույլատրելիության հետ, նախընտրական շրջանում այնտեղից գալիս է պատասխան, որ ոչ մի ասոցիացիա չկա, Տիկին Աննա Հակոբյանը նույնիսկ ֆորմալ առումով Փաշինյանի կինը չէ, կամ նույնիսկ եթե կինն է ինքը ազատ է իր գործողություններում, պետք չի դա, բայց ակնհայտ է, չէ, որ Իմ քայլը հիմնադրամին համար դոնատ անողները, նվիրատվություն, հանգանակություն անողները մեծապես անում են նաև նրա համար, որ դա իշխանության հետ աֆիլացված հիմնադրամ է, հա, եւ երբ այդ հիմնադրամը ինչ-որ բարեգործական ծրագրեր իրականացում, ակնհայտ է, որ դա նախընտրական համատեքստ ունի, եւ երբ մի կողմից ընդդիմության գործողություններին կամ տեղին կամ գուցե անտեղի, մենք չգիտենք, դատավճիռներ չկան, շատ ժամանակ լինում են, որ արդարացնող դատավճիռներ են լինում տարիներ անց, հա, մենք ունենք օրինակ Դավիթ Սանասարյանի դեպքը, մարդուն 6 տարի իր վարկի անունի հետ խաղալով, իր կարիերայի հետ վրա խաղալով տարան բերեցին 6 տարի անց արդարացնող դատավճիռ եղավ։ Մենք չգիտենք, այսօր բանտարկված կանայք կամ տղամարդիկ վաղը կդատապարտվեն, ի վերջո թե կարդարացվեն։ Համենայն դեպս, նույնիսկ եթե այդտեղ հանցակազմ կա, ապա այդ նույն կերպ, նույն արշինով պետք է չափել նաև իշխանության գործողությունները, եւ երբ դա չի արվում, մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ կան խաղի ոչ հավասար պայմաններ։ Իսկ ուժեղ Հայաստանին հատկապես այդ կուսակցության ներկայացուցիչներին այդ առումով մեղադրանքներ առաջադրելը, կարծում եք միտումնավոր է, հենց հատուկ թիրախավորված են։ Ձեր ուժի ներկայացուցիչների հետ կապված այդպիսի միջադեպեր չեն արձանագրվում, այլ ուժերի հետ կապված ես չեմ հիշում, եթե տեսեք, ամենահեշտը կլիներ ասել, որ մենք փող չունենք եւ ունենալու դեպքում էլ չէինք բաժանի, ամեն դեպքում անմեղության կանխավարկածը հարգում եմ եւ ընդդիմադիր որևէ ուժին հրաժարվում ենք քննադատելուց, այսպես թե այնպես, ժամանակը ցույց կտա ինչքանով են ուրեմն հիմնավոր այդ մեղադրանքները։ Համենայն դեպս ինչու են կենտրոնացել ուժեղ Հայաստան կուսակցության վրա, ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է իդեմս ուժեղ Հայաստան կուսակցության ունենալ հիմնական մրցակից։ Եվ ընդդիմություն հետագայում խորհրդարանում։ Այո, ինչու ոչ։ Անցած 5 տարիները դա ցույց են տվել։ Շատ լավ, պարոն Կարապետյան, օտար երկրյա միջամտության ազդեցություն արդեն իսկ տեսնում եք թե ոչ, եթե տեսնում եք ինչքան է գնահատում, այսինքն շատ էական կլինի օտար երկրյա միջամտություն ընտրություններին, արդյունքների առումով։ Դե արդեն իսկ ակնհայտ է, եթե մի կողմից Ամերիկայի, այսինքն մոլորակի ամենահզոր գերտերության երկրորդ պաշտոնյան Հայաստանում բացահայտ աջակցություն է հայտնում գործող իշխանությանը, երբ ներողություն, էլի ամենահզոր գերտերություններից մեկի առաջին դեմքը իդեմս նախագահ Պուտինի էլի բացահայտ աջակցություն է հայտնում ընդդիմադիր ուժերից մեկին, երբ եվրոպացի պաշտոնյաները աջակցություն են հայտնում Հայաստանում այսպես կոչված ժողովրդավարական process-ներին, բայց ակնհայտ է, որ այդ աջակցությունը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակազմին։ Այստեղ չմոռանանք նաեւ Թուրքիայի արտգործնախարարի Ֆիդանի ոչ այդքան ակնհայտ, բայց բավական թափանցիկ ակնարկը, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անթաքույց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, իհարկե այստեղ օտարերկրյա միջամտությունը դառնում է բավական տեսանելի եւ ակնհայտ, սակայն այստեղ վերապահում եմ անում, հա, ուրիշ բան է Եվրոպական միությունը, կարող են Եվրոպական միության պաշտոնյաները կարող են ունենալ իրենց նախասիրությունները այս կամ այն։ Համենայն դեպս Եվրոպական միությունը մասնակցում է հայաստանյան ընտրություններին
փորձելով ազդել, փորձելով կանխել դեզինֆորմացիայի, ապատեղեկատվության եւ ատելության խոսքի այն հոսքը, որ այս շրջանում սրվում է։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այլ դերակատարներ հակառակը խթանում են ապատեղեկատվությունը եւ ատելության խոսքը, ինչը ես արդեն որ իմ մասնագիտության բերումով չեմ կարող անընդունելի չհամարել։ Այսինքն իմ հարցը ամեն դեպքում էական ազդեցության մասին էր։ Էական է շոշափելի այդ ազդեցությունը եւ Այսպես թե այնպես հունիսի 7-ին ես կարծում եմ, որ որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը։ Անկախ այս կամ այն արտաքին քաղաքական ակտորի միջամտության։ Այսինքն Հայկ Մարությանը այդ առումով որևէ կողմից վախենալու բան չունի։ Մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները կամ թիմակիցները ասում են, որ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն իրենցից են վախենում, մի խոսքով մեկը մյուսից վախենալու համար են մեղադրում, Քոչարյանին են այստեղ մեջբերում, ուզում եմ հասկանալ Հայկ Մարությանը դաշտում գործողներից որևէ մեկից ինչ որ վախ ունի։ Վախը, տեսեք, վախը ապատեղեկատվությունն է։ Նույն 2023 թվականի օրինակով այնպիսի ապատեղեկատվության հեղեղ էր մեր ուժի նկատմամբ, հա, բարի բուն իմաստով քաղաքացիական բացի Նիկոլ Փաշինյանից իրանից ներքև Գևորգ Պապոյան, անուններով եմ ասում, Վահագն Ալեքսանյան, սա այդ կուսակցության փոխնախագահներն են։ Բոլոր իրենց երկրորդ, երրորդ էշելոններով պարբերաբար, գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն էին տարածում։ Մոնտաժ էին անում, որտեղ, չգիտեմ, մի քանի հոգի նստած ստորագրում են այս կանաչ ավտոբուսների ներկրման պայմանագիրը, այդ ստորագրողներից մեկը իրականում Հայկ Մարությանն է։ Հայկ Մարությանին մոնտաժով հանում էին, ուրիշ մարդու էին տեղը դնում եւ ասում էին սա մեր բերած ավտոբուսներն են։ Կամ չգիտեմ ինչ որ կոլաժներ էին անում կապելով մեզ Ռուսաստանի հետ, չգիտեմ Քոչարյանի հետ հանդիպումը Փաշինյանի հետ ընտանեկան դեղին մամուլում ներկայացնում են, այսինքն իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվության հեղեղ, որը միգուցե շատ գիտակից մարդկանց մոտ չի աշխատում, բայց որոշ մարդկանց էլի գիտակից, բայց միգուցե մի քիչ ավելի դյուրահավատ մարդկանց մոտ այդ ապատեղեկատվությունը աշխատում է։ Հիմա այդ նույն դեզինֆորմացիան օրերս արդեն վարչապետ Փաշինյանն էր իրեն հատուկ ոճով կիրառում մեր դեմ։ Մարդուն հարցնում են կառավարության նիստից հետո բրիֆինգի ժամանակ, ասում են, Երևանի խայտառակ փոսերը, փոշին, որ կա, արդյոք դա ձեր վարչակազմի վատ կառավարման հետևանք չի, ասում, չէ, գիտեք ինչ ասում, դրա մեղավորը նախկին քաղաքապետն է, որը փողերը եսի մինչերի վրա էր ծախսում։ Նախկին քաղաքապետը նկատի ունի Հայկ Մարությանին, Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ չի արդեն 5 տարի, արդեն 5 տարի, ամիսներով մի քիչ Երևանի քաղաքապետ չի, փոսերը 5 տարվա ընթացքում, եթե այն ժամանակ, նույնիսկ եթե ընդունենք, որ այն ժամանակ վատ են աշխատել, թեպետ վատ չեն աշխատել, լավ են աշխատել, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ այն ժամանակ վատ են աշխատել, դուք 5 տարի ունեիք, այդ վիճակը բարեփոխելու, այդ վիճակը փոխելու դեպի լավը։ Եթե դուք չեք փոխել, այսպես թե այնպես դուք ձախողել եք։ Այսինքն մենք էլի ասում եք ինչ ունենք վախենալու, մենք ունենք վախենալու, այո, էլի դեզինֆորմացիայից ունենք վախենալու, ամենաառաջինը, որը գործող իշխանության մոտ լավ է ստացվում։ Ամփոփելով եւ ավարտելով, պարոն Կարապետյան, արցախցիներին ինչ ունի ասելու ձեր ուժը։ Խոստանում եք վերադարձ կամ Արցախի վերադարձ, իրենց վերադարձ Արցախ կամ Արցախի վերադարձ։ Մենք շիտակ ուժ ենք եւ մենք իրատեսական մարդիկ ենք եւ մենք չենք անի այնպիսի հայտարարություններ, ընդդիմությունում լինելով չենք անի այնպիսի հայտարարություններ, որոնք չէինք կարող անել, եթե լինեինք իշխանություն։ Մենք իրատեսական չենք համարում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած իրավիճակի վերականգնումը այս պահին, նաեւ իրատեսական չենք համարում այս պահին արցախցիների իրենց հողերը վերադառնալու հնարավորությունը։ Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ իրավունքից։ Այդ իրավունքը կա, նախ կա անկախ մեր ցանկությունից եւ մեր քաղաքական դիրքորոշումից, եւ մենք իշխանություն գալու պարագայում
առնվազն չենք խոչընդոտելու այդ իրավունքի իրացմանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ պետությունը ոչ միայն չի աջակցում, ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնում, այլև փորձում է հնարավորինս խոչընդոտել վերբալ մակարդակում, գործողությունների բացակայության մակարդակում այդ իրավունքի իրացմանը։ Բացի դրանից արցախցի մեր հայրենակիցներին, հա, մեր համաքաղաքացիներին ուղերձը մեր այն էր, ինչ ասացի, դրանից բացի այն ատելության եւ այն նողկալի անհանդուրժողականության կամ տարանջատման, սեգրեգացիայի փորձերը, որ այսօր գոյություն ունեն, որ այսօր մենք տեսնում ենք գործող իշխանության կողմից, դրանք բացառվելու են։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Նորուշ կուսակցության վարչության անդամ մեդիափորձագետ Հակոբ Կարապետյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։